Ցուրտ ձմեռային երեկո է։ Նոր տարվա նախօրեն։ Այդ սրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխապած մի փոքրիկ աղջիկ է թափառում։ Երբ տնից դուրս էր եկել, կոշիկներով էր, բայց հսկայական հին կոշիկները, որոնք նախկինում կրում էր նրա մայրը, անօգուտ էին։ Նա կորցնում է կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած փորձում է վազքով կտրել փողոցը։ Նրա ոտքերը կարմրել ու կապտել են սրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկների մի քանի տուփ կա։ Ողջ օրվա ընթացքում ոչ մի լուցկի չի վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չեն տվել։ Աղջիկը թափառում է սովահար սրտից ցրցրթալով։ Բոլոր պատուհաններից լույս է հոսում։ Փողոցում տապակած սագի համեղ բույրն է տարածվել։ Վերջապես աղջիկը տան ելուստի ետևում մի անկյուն է գտնում։ Նա նստում է, կծկվում, ոտքերը մարմնի տակ սեղմելով։ Տուն վերադառնալ չի համարձակվում, ոչ մի լուցկի չի վաճառել, հայրն իրեն կծեցի։ Մտածում է, որ տանել է ցուրտ, նրանք ապրում են ձեղնահարկում, նրա ձեռքերը փայտացել են սրտից։ Իսկ լուցկու կրակը կտակածներ դրանք։ Աղջիկը վախվխելով մի լուցկի է հանում ու չխկ լուցկին վառվեց։